Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր միասին պատրաստում ենք կարտոֆիլի միջուկով ամենահամեղ կարկանդակները։ Տարայի մեջ լցնում ենք 500 մլ գոր ջուր, որպեսզի խմորիչը ակտիվանա, կօգտագործենք նաև 1 ճաշի գթալ շաքարավազ։ Ավելացնում ենք առանց բլրակի 1 ճաշի գթալ խմորիչ, 1 թեյի գթալ աղ, ինչպես նաև 3 ճաշի գթալ ծեթ։ Սիրելիներս, այս խմորը ունիվերսալ խմոր է, առանց սպասելու, որ խմորիչը ակտիվանա, ավելացնում ենք 700 գրամ ալյուր։ Այս խմորով պատրաստված կարկանդակները ստացվում են շատ փափուկ, խմորի բարակ շերտով և անչափ համեղ։ Նման կարկանդակներ կարելի է պատրաստել մեծ պահքի ընթացքում, քանի որ խմորը պատրաստելու ժամանակ չենք օգտագործում ոչ մի կենդանական ծագում ունեցող բաղադրիչ։ Այդ դեպքում կարկանդակների միջուկը պատրաստելիս կարագ մի օգտագործեք։ Բարեկամներ, եթե դուք էլ ինձ նման խմորի հետ ձեռքերով աշխատել չեք սիրում, ապա խմորը խառնեք հարիչով, այսպես շատ հեշտ է և ոչ ժամանակատար։ Բացի այդ, հարիչով խառնած խմորը ստացվում է ավելի միատարր և ունենում է ընտիր կառուցվածք։ 3-ից 4 րոպե և վերջ, խմորը պատրաստ է։ Խմորի վրա մի փոքր ծեթ ենք ցողում, ծածկում ենք սննդային թաղանթով և դնում ենք տաք տեղ, թողնում ենք հասունանա մոտ 2 ժամ։ Եթե 2 ժամ սպասելու ժամանակ չունեք, կարող եք խմորը դնել ջեռոցը և թողնել 1 ժամ։ Ջեռոցի ջերմաստիճանը պետք է լինի 50 աստիճան։ Այդ ընթացքում պատրաստենք միջուկը։ 1 կգ կարտոֆիլի վրա լցնում ենք սառը ջուր և դնում ենք ցածր կրակին, եփում ենք մինչև պատրաստ լինելը, վերջում ավելացնում ենք աղ։ Միջուկին թարմություն հաղորդելու համար մանր կտրատում եմ մի փոքր փունջ ազատ քեղ, կարելի է օգտագործել ցանկացած կանաչի։ Քանի դեռ կարտոֆիլը տաք է, տրորում ենք համապատասխան գործիքով, ավելացնում ենք մանր կտրտած կանաչին և 70 գրամ սերուցքային կարագ։ Ես սոխառատ չեմ պատրաստում, քանի որ մենք սիրում ենք, երբ կարկանդակները ունենում են նուրբ սխտորի համ։ Ցանկության դեպքում դուք կարող եք պատրաստել և սոխառատ և օգտագործել չոր կանաչիներ։ Համեմունքներից օգտագործում եմ աղացած կարմիր պղպեղ, սև պղպեղ, կարմիր կծու պղպեղ, ինչպես նաև աղացած համեմի սերմ և սխտորի փոշի։ Արդեն անցել է 2 ժամ և մեր պատրաստած խմորը հասունացել է։ Տեսեք ինչ լավ է բարձրացել, այս խմորով ցանկացած թխուկ պարզապես արտակարգ է ստացվում։ Բարեկամներ, այս խմորով կարելի է թխել 2 հատ կարմրաթուշ մատնաքաշ։ Խմորը բաժանում ենք մոտ 50 գրամ անոց մասերի, գնդում ենք և թողնում ենք հանգստանա ևս 10 րոպե։ Երբ խմորը թողնում ենք հանգստանա, այդպես ստացվում են շատ փափուկ, խմորի բարակ շերտով հրաշալի կարկանդակներ։ Դժվար թե գտնվեն մարդիկ, ովքեր չսիրեն կարտոֆիլով կարկանդակներ, կարելի է ասել, որ սա բոլորիս մանկության համն է։ Գնդերը բացելուց հետո մեջտեղի հատվածում դնում ենք կարտոֆիլը, ծայրերը ամրացնում ենք և վերջ, մնում է միայն տապակել։ Այսպես ձևավորում ենք մնացած կարկանդակները։ Տապակի մեջ լցնում ենք առածետ, թողնում ենք մի լավ տաքանա և երկու կողմից գեղեցիկ կարմրացնում ենք կարկանդակները։ Սիրելիներս, իմ ալիքում կա մածունով հրաշալի ունիվերսալ խմորի բաղադրատոմս, որից ստացվում են հրաշալի խրխրթան կարկանդակներ։ Այդ խմորի բաղադրատոմսը ևս կթողնեմ նկարագրությունների բաժնում, կարող եք փորձել։ Կարմրաթուշ, խմորի բարակ շերտով համեղ միջուկով կարկանդակները արդեն պատրաստ են։ Դնում ենք խոհանոցային անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ ձեթը դուրս գա և վերջ, կարելի է արդեն մատուցել։ Կարտոֆիլով կարկանդակները այս բաղադրատոմսով ստացվել են անչափ փափուկ, համեղ և նուրբ։ Դուք էլ փորձեք պատրաստել այս բաղադրատոմսով և անուշ արեք։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ այսքանը։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։